Ձերդ գերազանցություն տիկին նախագահ, ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր վերջին հանդիպումն ուղիղ 2 ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայացած 8-րդ գագաթնաժողովի եւ Հայաստան-Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ, այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար, արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահ այդ մասին հայտնեց, համոզված եմ նաև իր խոսքում այդ մասին կխոսի, այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը, հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ Հարգելի գործընկերներ, վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում կապակցվածության ոլորտում։ Դրա վառ ապացույցը Հայաստան-Եվրոպական միության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության եւ նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարթակի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաեւ համապատասխանաբար վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային 3 անցակետի եւ հյուսիսային 2 ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության եւ հաստատման նամակի ստորագրումն է։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռնի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման եւ հատկացման հարցը։
Խաղաղության խաչմերուկ հայեցակարգի կյանքի կոչման տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում, միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի Եվրոպական միության մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ եւ թվային մալուխի ծրագրերին։ Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա, թույլ տվեք եւս մեկ անգամ ձեզ հայտնել երախտագիտությունս սերտ գործընկերության եւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների եւ տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ի բարօրություն մեր ժողովուրդների եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման։ Շնորհակալ եմ։ Thank you very much, Prime Minister. Շնորհակալություն, պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ։ Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան։ Նախ եւ առաջ ես կուզեի շնորհավորել ձեզ ընտրական հաղթանակի կապակցությամբ այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին ամրությունը Հայաստանի ժողովրդավարության Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 18 թվականին, կենդանի է եւ բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության բարեփոխումների խաղաղության ուղով եւ ավելի սերտ համագործակցության Եվրոպայի հետ գործընկերության։ Ես այստեղ ասել եմ, որ դուք կարող եք մեզ, ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում, նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիային հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ ես գիտեմ, որ դրա պատողները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականները իրականություն դարձնել։ Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհանուր մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների եւ թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող եւ նախապատրաստվող ծրագրերին ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող։ Միաժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղության նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործել են համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր եւ միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերական խոհագործական տեխնիկաներ ողջագրելու, ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ ձեռք բերելու։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում եւ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի
եւ հաջորդ սերնդի սրտերում եւ մտքում։ Դառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Համարյա տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակում է, Եվրոպական միությունը առաջ է գալիս, քայլ է անում, եւ ես այստեղ մի երկու բան ունեմ հայտարարելու։ Նախ եւ առաջ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը, մենք եւս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է ATM անգլերեն։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80% ձեր առևտրի մեզ հետ այժմ փսակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապահովում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99%-ի Հայաստանի թարմ գյուղամթերքի, բանջարեղենի, մրգի եւ բուսական ծագման արտադրանքների, որոնք միջայդ Ռուսաստան էին արտահանվում, դուրը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրոպական միության միասնական շուկան։ Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի եւ ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, եւ սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդհանրապես սկիզբն է։ Այս նոր միջոցների միջոցով դուք մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու եւ արագ բազմազանեցնելու։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան աշխատելու ուղղակի ձեր արտադրողների հետ եւ ձեր ձեռնարկությունների եւ արտահանողների հետ, օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որը արտոնյալ գործընկերությունը Եվրամիության հետ կարող է առաջարկել։ Պարոն վարչապետ սիրելի Նիկոլ, հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը, ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումները եւ խաղաղությունը, նախընտրելով բաց, ներառողական, ողջունող հասարակություն եւ գործընկերություն Եվրոպական միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկարտումները պետք է վերապրենք իրական արդյունքների, դուք կարող եք մեզ ապավինել դրանով։ Շնորհակալություն։